Ողջույն, Armenia TV եթերում աշխարհի ամերով ծրագիրն է ու մենք սկսում ենք արդեն նոր եթերաշրջանը։ Այս անգամ ես այցելելու եմ Լաոս եւ Վիետնամ։ Լինելու է շատ հետաքրքիր, այնպես որ խորհուրդ չեմ տա փոխել ալիքը։ Հազարավոր կիլոմետրեր, էքսկլյուզիվ նկարահանումներ եւ իհարկե համերի ու բույրերի բացառիկ համադրություններ այս անգամ Վիետնամից եւ Լաոսից։ Վարդան թագավորը Վիետնամի պատրաստ է այսօրվա ընթրիքին։ Միայն սիրելի հեռուստադիտողներ, այստեղ նայեք։ Վարդան Սարգսյանն այս եթերաշրջանում կբացահայտի Հարավ-Արևելյան Ասիայի երկու ամենակոլորիտային երկրների ազգային խոհանոցները։ Մի քանի րոպեից ուղղակի ինձ շտապօգնության մեքենա պետք կլինի։ Եվ իհարկե կայցելի բացառիկ վայրեր, որոնք հայկական հեռուստատեսությամբ կցուցադրվեն առաջին անգամ։ Ինչպես տեսնում եք, եղանակը այսօր չի ժպտում ինձ, չնայած որ կամուրջն ու այսպես ձեռքը ամբողջությամբ երևում է։ Արագ, մենք հաղթում ենք։ Վիետնամում այցելում եմ տեղի վարսավիրանոցներից մեկը։ Հիմա ձեզանից շատերը կասեն, Վարդան, արդեն տեղ չկա նկարահանելու, տարբեր երկրներում վարսավիրանոցներ ես նկարահանում։ Ոչ, իրականում ես հանդիպելու եմ այսօր աշխարհի ամենաէքսկլյուզիվ վարսահարդարի հետ։ Բարև, ում այստեղ Վիետնամում անվանում են վարսավիր սամուրայի։ Հիմա վայելեմ բումբեստը, էներգիա հավաքեմ ու գնամ ներս։ Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, չէ, որ այս ամենը բաց թողնել ես իհարկե չէի կարող։ Այո, էքսկլյուզիվ վարսավիրի տարածքում ամեն բան խիստ էքստրեմալ է։ Միայն տեսեք, թե ինչպես են մեզ դիմավորում, բառացիորեն թուր թվանքով։ Բայց ուր է թե սա միայն հյուրերին դիմավորելու տպավորիչ շոու լիներ։ Այս վարսավիրի աշխատանքային գործիքների թվում չկան մեզ համար սովորական մկրատները։ Նա իսկապես իր հաճախորդների մազերը կտրում է հենց թրով։ Տեսեք, թե աշխատանքային գործիքների ինչ մեծ բազմազանություն ունի։ 15-րդ դարից մեր ժամանակներ հասած սամուրայական թրերի օրինակով պատրաստված այս լայն ու շքեղ տեսականին մեր հերոսը հավաքել է մի քանի տարիների ընթացքում։ Ճիշտ հասցեում եմ։ Հեյ, ողջույն Վարդան։ Սամուրայ վարսահարդար, անհավանական է։ Իմ ճամփորդությունների ընթացքում ինչ ասես, որ չտեսա, բայց սա ամենաօրիգինալն էր։ Մկրատնա։ Նա իր պատի վրա էլ կա։ Որ մեկով քեզ սպասարկեմ։ Չէ, դեռ սպասարկել ինձ պետք չի։ Առաջինը իհարկե ուզում եմ հասկանալ ինչպես միտքը ծագեց, հա, ինչպես որոշեցիք նման վարսավիրանոց ստեղծել։ Դեռմանկուց դիտում էի ֆիլմեր ու կարդում էի նրանց մասին, երազում էի սամուրայ դառնալու մասին։ Դեռահասության շրջանում հստակ որոշել էի զբաղվել այնպիսի բանով, որ կապ կունենա սամուրայների հետ։ Ես արդեն մեծացա, ընտրեցի վարսավիրի մասնագիտությունը, բայց որոշեցի գոնե մի տարբերակով երազանքս իրականացնել։ Այդպես եկա այն մտքին, որ վարսահարդարման մեջ պետք է կիրառեմ որպես հնարք, որը նաև կհետաքրքրացնի աշխատանքս ու ինձ կառանձնացնի մնացած վարսահարդարներից։ Դարձա վարսավիր, որն աշխատում է սամուրայական թրերով։ Տեսնում եմ թուրը, փաստորեն մազերը կտրում եք այս թուրի միջոցով, այս թուրերի միջոցով, իհարկե չեմ պատկերացնում, մենք այդ ամեն րոպեներ հետո կտեսնենք, այ մազը կտրելու ընթացքում որևէ
վատ դեպք տեղի չի ունեցել։ Դե չէ, Վարդան, հոչ ասացիր։ Ես շատ երկար եմ հմտացել աշխատանքումս։ Երկար ժամանակ աշխատել մանեկենների ու կեղծամների վրա, ու միայն դրանից հետո եմ անցել մարդկանց սպասարկելուն։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կանեի, եթե հանկարծ հաճախորդներիցս մեկին վնասեի։ Փոխարենը, մի անգամ, երբ դեռ նոր էի սկսել թրերը գործածել, ոտքս եմ թեթև կտրել։ Այդ ժամանակ դեռ նոր էի հմտանում այս աշխատանքում։ Այդքան էլ լավ գլուխ չէի հանում գործիքներիցս։ Ուզում էի համ արագ, համ էլ որակով աշխատել, ու արդյունքում մի քիչ շատ ոգևորվեցի ու վնասեցի ինձ։ Բայց դա միայն մեկ անգամ է եղել ու վաղուց արդեն նման միջադեպեր չեմ գրանցում։ Ես տեղյակ եմ, որ տարիներ առաջ երբ դուք բացել եք նման վարսավիրանոց, աշխատանք ուղղակի չի եղել, հաճախորդներ չեն եղել եւ դուք ոչ միայն գումար չեք աշխատել, այլ ձեր իսկ սեփական գումարներով վճարել եք աշխատակիցների համար եւ տարածքի համար։ Դրանից հետո եկավ միտքը հզոր եւ ամեն բան էսպես ստացվեց, ճիշտ է թե ոչ։ Հա, սկզբում շատ մեծ վնասով էի աշխատում։ Մի պահ անգամ որոշեցի փակել վարսավիրանոցս։ Իրականում հասկանում եմ մարդկանց, դե մի քիչ բարդ է միանգամից սեփական գլուխը վստահել մեկին, ով մազերդ կտրելու է թրերով։ Սկզբում վարձեցի տարածքը, հետո սկսեցի աշխատողներ հավաքել։ Վստահ էի, որ միանգամից մեծ ուշադրության կարժանանամ, բայց օրերն անցնում էին, իսկ մեր վարսավիրանոցի դուռը բացող չկար։ Սկսեցի գումար ծախսել նաև գովազդների վրա, բայց էլի ապարդյուն, ոչ մի տեղաշարժ չէի նկատում։ Մի պահ արդեն չգիտեի ինչ անել, ոչ փակելն էր ճիշտ, ոչ այդպես թողելը, որովհետև միայն պարտքեր էի կուտակում, բայց բարեբախտաբար ես չհանձնվեցի ու չշտապեցի։ Մի գեղեցիկ օր մեզ մոտ վարսահարդարների մրցույթ հայտարարեցին։ Ես մասնակցեցի, հայտնվեցի բոլորի ուշադրության կենտրոնում։ Մարդիկ կարծես թե սկսեցին մեզ վստահել։ Կամաց հաճախորդները շատացան, ինչի համար ես իսկապես շատ ուրախ եմ։ Իսկ ճիշտ է, որ ձեզ մոտ սպասարկվել է նույն ինքը Ալ Պաչինոն, ինչ որ ֆիլմում նկարահանվելուց առաջ։ Չէ, նման բան չի եղել։ Ուղղակի համացանցում այդպես էր գրված, դրա համար հարցրեցի։ Գիտեք, ես տեսնում եմ հաճախորդուին ձեզ է սպասում եւ նա եկել է հատուկ ձեզ մոտ, որպեսզի հենց դուք նրան սպասարկեք, իսկ ես ու մեր հեռուստադիտողները այսպես սրտի թրթիրով, միանշանակ դուք եւս չէ, իմ ամբողջ ընտանիքով եկեք, տեսեք, ինչ հետաքրքիր կերպ է այսօրվա ծրագրի հերոսը կտրելու մազերը։ Մենք պատրաստ ենք հետևելու այդ process-ին։ Հանձնում եմ ձեզ թուրը, աղոթում այս աղջկա համար, հաջողություն։ Նկարանումների ժամանակ մենք համոզվեցինք, որ մշտական այցելուների պակաս նա հաստատ չունի։ Իսկ դա նշանակում է, որ այստեղ են գալիս ոչ միայն հետաքրքրությունից դրդված, այլև որովհետև վստահում են վարպետին։ Չգիտեմ, թե դուք սիրելի հեռուստադիտողներ ռիսկի կգնայիք ու կդնեիք արդյոք ձեր գլուխը նրա թրի տակ, բայց ամեն դեպքում ասում են, գլուխները նա դեռևս չի թռցրել։ Կատակը կատակով, բայց այս բազմաթիվ մրցանակներն էլ խոսում են այն մասին, որ մեր ընկեր Սամուրայ վարսահարդարը իսկապես որակյալ աշխատանք է անում ու իր գործի իրական վարպետն է։ Դե ինչ, մի քիչ առաջ ընկնելով ասեմ, արդեն որոշել եմ, միայն ձեզ համար ես իմ ամենաթանկ ունեցվածքը, սեփական գլուխս կվստահեմ այս վարսահարդարին ու հուսանք մեր նոր եթերաշրջանը ու իմ կյանքը հենց այստեղ չի ընդհատվի։ Վերջ, պրոցեսը ավարտեցիք։ Այո, վերջացրել եմ։ Դուք ողջ եւ առողջ վերադառնում եք տուն։ Իհարկե շատ հետաքրքիր էր ու շատ գեղեցիկ, ուշադրություն դարձրեք, ահա այսպես, ինչ գեղեցիկ սանրված րոպեների ընթացքում։ Շնորհակալ եմ շատ։ Հերթը իմն է։ Դե եթե կխիզախես, ես միայն ուրախ կլինեմ, Վարդան։ Հերթը իմն է։ Իհարկե ես չեմ պատկերացնում իմ մազերը ինչպես է կտրելու եւ շատ հուսով եմ, որ սա իմ պատմության վերջին նկարանման վայրը չէ։ Խնդրում եմ, զիջեք ինձ տեղը, դուք արդեն փրկված եք։ Օհո։ Ես պատրաստ եմ։ Խնդրում եմ տաքսկիրա։ Հիմա պարանոցիդ հատվածում եմ անելու աշխատանքս։ Սա նուրբ ու վտանգավոր հատված է։ Կտրուկ շարժումներ չանես։ Իսկ ժամանակ առ ժամանակ թուրը սրում եք, թե հենց այսպես աշխատում եք միշտ։ Միշտ եմ սրում թուրը, այն ամեն անգամ պետք է սրեմ։ Իսկ օրվա ընթացքում քանի հաճախորդ եք հասցնում սպասարկել։
Ես օրվա ընթացքում 10-ից ավել մարդու մազեր եմ կտրում։ Թրով մազեր կտրելը մի քանի րոպեի գործ է։ Սա ամենաարագ աշխատանքն է, որ հնարավոր է անել։ Մի քիչ այստեղից էլ կարճացրեք, այստեղից։ Ու բավական է։ Okay։ Հիմա ամենահետաքրքիրը բոլոր իմ հեռուստադիտողներին հետաքրքիր է ինչքան պետք է վճարեմ այս սանրվածքի համար։ $200 եք վճարելու։ $200։ Այո։ Էսա հետ տվեք իմ մազերը, ես գնում եմ։ Շատ լավ։ Ես իհարկե վճարումը կկատարեմ այս պայն American Express Gold քարտի միջոցով։ Համաձայն եք։ Իհարկե։ Հետաքրքիր է այս կողմում բոլորը ձեր աշակերտներն են։ Այո, նրանք բոլորը աշակերտներս են։ Դեռ նոր եմ հավաքել այս խումբը։ Շատ ընդունակ երեխաներ են։ Կարճ ժամանակում կսովորեն ու արդեն սեփական այցելուները կունենան։ Մի քանի ամիս անց արդեն նրանց թույլ կտամ միայնակ գործանել, իսկ հիմա դեռ սովորելու ընթացքի մեջ են։ Դե աղջիկները մեր հյուրերին դիմավորող աշխատակիցներն են։ Բայց ինչպես տեսնում եմ, աշակերտները մազը կտրում են մկրատով, ոչ թե թրի միջոցով, չէ՞։ Դե բնականաբար, հոմի անգամից թրով չեն կտրելու, չէ որ սա բարդ ու շատ պատասխանատու աշխատանք է։ Նրանք սկզբում պետք է մի լավ սովորեն, տիրապետեն մկրատին, կարողանան դրանով լավ աշխատել ու միայն դրանից հետո արդեն անցնեն թրին։ Սա տարիների հմտություն է, միանգամից չի հաջողվելու։ Չեմ կարող չանդրադառնալ այս բոլոր մրցանակներին, որոնք այս կողմում են, եւ այստեղ պատվոգրերը։ Տեսնում եմ 100,000 հետևորդ ունեք YouTube-ում եւ մրցանակ եք ստացել, հա։ Կպատմեք մի քիչ այս բոլոր մրցանակների ու պատվոգրերի մասին։ Այո, ես շատ մրցույթների եմ մասնակցել, ինչպես այստեղ մեր քաղաքում, այնպես էլ մեր քաղաքի սահմաններից դուրս, երկրի մասշտաբով։ Վարսավիրական մրցույթները շատ են մեր կողմերում։ Ես բնականաբար բոլոր մրցույթներից վերադարձել եմ հաղթանակներով ու մրցանակներով, որովհետև այն տեխնիկան, որին տիրապետում եմ, քչերին է հայտնի։ Իսկ եթե որևէ մեկը ցանկանում է սովորել ձեզ մոտ, օրինակ, հիմա շատ ու շատ վարսահարդարներ հայ դիտում են այս ծրագիր ու մտածում են գնամ Վիետնամ, սովորեմ, գամ նոր բիզնես է ու բավական գումար կարող եմ աշխատել, այնքան նրանք պետք է ձեզ վճարեն սովորելու համար։ Դասերը սկսում են 1 ժամը $50-ից ու մինչև $200 ժամի համար հասնում են։ Եվ ամենավերջում ուզում եմ ձեզ նվիրել իմ սիրելի գինիներից մեկը Արմենիա սպիտակ անապակ գինին, նվիրում եմ այն ձեզ, անուշ լինի այսօր աշխատանքից հետո, երբ անփորձանք բոլոր հաճախորդներին ճանապարհեք տուն, կարող եք դուք էլ տանը այն վայելել։ Շնորհակալ եմ, անպայման կվայելեմ այս գինին, քեզպես հետաքրքիր մարդուց մեծ պատիվ է նման բան ստանալը։ Շնորհակալ եմ, այսպիսի հետաքրքիր հանդիպում այստեղ Վիետնամում, վերջում ինչ եմ բոլորին ուզում ասել, զգուշ եղեք։ Thank you։ Շատ շնորհակալ եմ։ Ասեք, որ հետաքրքիր էր։ Չգիտեմ ինչու այնպեսի պոզիտիվ տրամադրություն ստացա ու էներգիա շարունակելու իմ նկարանումները այստեղ Վիետնամում։ Առասարակ այստեղ, այս երկրում հետաքրքիր վայրերի ու հետաքրքիր մարդկանց, հավատացեք, պակաս չկա։ Հարկավոր է ժամանակ, նկարանող թիմ ու շատ օգնություն տեղի բնակիչների կողմից, որովհետև ինքնուրույն ու միայնակ գտնել այս վայրերն ու մարդկանց իհարկե անհնար է։ Հիմա այստեղ տեղավորվեմ, վայելեմ Royal Armeniայի Time Off-ը։ Նման դրախտում դժոխքային կերակուր, այո,
Այսօր ես այստեղ Վիետնամում պատրաստելու եմ ինչ-որ ճաշատեսակ Առնետից։ Միայն պատկերացրեք, դե ինչ արած Վիետնամում եմ, պետքա պատրաստեմ։ Նույնիսկ երազում նման բան տեսնել չէի կարող, որ ես որևէ մի երկրում այսպես սեղանի մոտ կանգնած ներկայացնելու եմ ինչ կենդանուց ենք պատրաստելու կերակուրը։ Իմ առջև առնետներն են, իսկ իմ կողքին այս ռեստորանի խոհարարը։ Ողջույն, Սինցիաու։ Ողջույն։ Պատրաստելու ենք կերակուր առնետից։ Ինչ ենք պատրաստելու։ Այո, ինչպես արդեն ներկայացրեցիր, պատրաստելու ենք ուտեստ առնետներից։ Գիտեմ, որ առաջին հայացքից ահավոր է թվում, եթե տեղաբնակ չես։ Մենք զբոսաշրջիկների հետ բավականին հաճախ ու շատ ենք շփվում եւ դեռ չի եղել գոնե մեկը, ով նողկանքով ու տհաճությամբ չխոսի այդ մասին։ Մեր ռեստորանում այս կերակուրի մասին խոսում են միայն համարձակները, ովքեր հետաքրքրասիրությունից դրդված ուզում են սեփական փորձով համոզվել, որ այո, մենք հենց այս կրծողներից ենք պատրաստում տվյալ ճաշատեսակ։ Այն որևէ անուն չունի, տապակած առնետ է։ Իսկ ինչպես է կարողանում այս կենդանիներին բռնել, հա, որտեվ բավական արագաշարժ են։ Բռնելու խնդիր չկա։ Մենք բուծում ենք կրծողներին հենց կերակրի մեջ օգտագործելու նպատակով։ Վիետնամում կան առնետների ֆերմաներ։ Գիտեք, չեմ կարող պատկերացնել, այս զբոսաշրջիկները նույնպես գալիս են այստեղ համտեսելու այս կերակուրը, թե միայն տեղացիների համար է։ Մի քիչ հարցից առաջ է ընկել ու ինչպես արդեն ասացի, ոչ մի զբոսաշրջիկ այս ուտեստը փորձելու համար չի գալիս այստեղ։ Երևի մատներիս վրա կարող եմ հաշվել այն զբոսաշրջիկներին, ովքեր չեն խորշել ու համտեսել են նման կերակուր, բայց այ որ հետաքրքրասիրությունը միշտ հաղթում է վախին, հաստատ եմ ասում։ Իսկ դու ինքդ սիրում ես այս կերակուրը։ Շատ եմ սիրում։ Ցանկացած վիետնամաբնակ, այն էլ գյուղում մեծացած մարդ սիրում է այս կերակուրը։ Այն մատչելի է, սննդարար, հեշտ պատրաստվող, յուրահատուկ ոչ մի բան չի ենթադրում։ Առնետներն այստեղ ամենուր են։ Այդ ռեստորաններն էլ հատուկ ֆերմաներից գնում, իսկ սովորական երեխան կարող է փողոցում բռնել, մշակել միսը, խորովել ու ուտել։ Այսինքն, եթե դու ծնվել ու մեծացել ես Վիետնամում, հազիվ թե այս կերակուրը չսիրես։ Ինձ հետաքրքիր է, առնետի միս ուտում են միմիայն այստեղ Վիետնամում, թե հարևան երկրներում, Կամբոջայում, Չինաստանում, Լաոսում եւս ուտում են այն։ Ինձ թվում է, օրինակ Լաոսում ու Կամբոջայում հաստատ առնետի մսից պատրաստված ուտելիքներ կլինեն, որովհետև այդ երկրի եկվորները հաճախ առանց տհաճության են համտեսում այս ուտեստը, բայց սա ենթադրություն է, ոչ ավելին։ Ահա։ Դե սիրելի հեռուստադիտողներ, եկավ ժամանակը սկսելու պատրաստել, ես վստահ եմ հիմա շատ ու շատ հեռուստադիտողներ այսպես եւ չեն կարողանում դիտել եւ շատ հետաքրքիր է, այսպես փակելու են աչքերը, հետո այսպես մեկ աչքով փորձելու են դիտել ծրագիրը։ Իրականում չմեղադրեք ինձ այս ամենի համար, որովհետեւ սա այս երկրի բնակիչների մշակույթի մի մասն է, այո, խոհանոցային մշակույթ եւ ես ուղղակի պարտավոր եմ ծանոթանալու, նկարանելու ու ցուցադրելու նաեւ որպեսզի ես միայնակ չզարմանամ, այլ մենք զարմանանք միասին։ Սկսենք պատրաստել, ինչ ենք անելու։ Սկզբի համար պետք է մորթենք կրծողներից մեկին, հեռացնենք դրա ավելորդ մասերը, մորթին, գլուխը, մաքրենք ամբողջ ներքին օրգաններն ու արդեն միսը լավ լվանալուց հետո սկսենք պատրաստման բուն գործընթացը։ Շատ լավ, ես իհարկե այդ պրոցեսի մասնակիցը դառնալ չեմ ցանկանում, անկեղծ չեմ կարողանում այդ ամենին հետևել, ես քեզ կսպասեմ այստեղ, դու գնա այն կողմ ու վերադարձիր, լավ։ Լավ, ոնց կուզես։ Աշխարհի ամերովն է, եթերում Armenia TV։ American Express Gold Card անբաժան ընկեր յուրաքանչյուր ճամփորդի համար։ Դե պատկերացրեք, եթե այդ քարտի քարտատեր ես, նշանակում է ավտոմատ կերպ ունես բժշկական ապահովագրություն, կան շատ ու շատ այլ առավելություններ, որոնց իհարկե կարող եք ծանոթանալ այցելելով Agba Bank։ Ահա եւ վերջ, դաժան պրոցեսը վերջացավ։ Ահա, հիմնական հատվածն արեցի առանց քեզ, բայց մտածեցի այն ինչը այդքան դաժան չէ, բերեմ ու շարունակեմ այստեղ։ Գիտեմ, որ քեզ տհաճ էր ալյունալի տեսարաններին հետևելը, դրա համար էլ անգամ փորձ չարեցի քեզ այնտեղ կանչելու։ Հիմա սկսելու ենք արդեն բուն գործընթացը։
իսկ աչքերից չեմ հավատում ու չեմ հավատում այն ինչ պետք է ասեմ, բայց պետք է ասեմ։ Ահա եւ գլխավոր բաղադրիչը այսօրվա կերակուրի։ Հիմա հեռացնենք ավելորդ կտորները, կաշին ու մորթին մաքրենք։ Այն եւս երևի տհաճ կլինի քեզ, բայց դե մյուս կողմից էլ եթե սա էլ չտեսնես, չես հավատա, որ մեր գլխավոր բաղադրիչը հենց առնետն է։ Այսինքն կաշին չի օգտագործվում։ Այո, դա մեզ հարկավոր չի լինելու, բայց դեմքիդ որ նայում եմ, ծիծաղս գալիս է։ Սա իսկապես սովորական գործընթաց է, որը մի 10 անգամ նույն բանն եմ անում։ Դե ձեզ համար ծիծաղելու է, իսկ ինձ թվում է մի քանի րոպեից ուղղակի ինձ շտապօգնության մեքենա պետք կլինի, բայց ես այսպես դեռ հետևում եմ ինչ է տեղի ունենալու։ Ինչու պետք է ծիծաղս չգա ու առհասարակ, ինչ տարբերություն ախր, կարտոֆիլ եք մաքրում, հավի միս մշակում թե առնետ, ոչ մի էական տարբերություն չկա։ Վիետնամի միայն այս շրջանում են առնետ ուտում։ Ոչ, առնետը մեծ տարածում ունի Վիետնամի բոլոր շրջաններում։ Չեմ հանդգնի ու կասեմ, որ այն ազգային խոհանոցի գլխավոր կերակուրն է, բայց այ որ սիրելի ուտեստներից մեկն է, հաստատ այդպես չէ։ Շատ քիչ վիետնամցիներ կգտնես, որ կհրաժարվեն մի կտոր համեղ տապակած առնետից։ Միայն տես թե ինչ հյութալի ու հաճելի տեսք ունի, շատ թարմ միս է, այն հալչելու է բերանումդ։ Իրականում ամեն բան միայն տեսքից է ահավոր, այն էլ երբ առնետներին կենթանի վիճակում ես տեսնում։ Հետո երբ համեղ համեմունքներով տապակված է, դրված ափսեիդ մեջ անգամ գլխի էլ չես ընկնի, թե ինչ է դա ու ինչպես է ստացվել։ Հավատա ինձ Վարդան, դու առաջինը չես եւ ոչ էլ վերջինը, ով այսպիսի տհաճությամբ է խոսում այս ուտեստի մասին։ Մեր ռեստորանում շաբաթվա հատուկ օրեր ու ժամեր ունենք, երբ զբոսաշրջիկների խմբեր ենք ընդունում ու նրանց աչքի առաջ պատրաստում ենք առնետով ուտեստ։ Սա ուղղակի հետաքրքրասիրություն է եւ ոչ երբեք քաղցը հագեցնելու միջոց։ Շատ ու շատ մարդիկ ասես թանգարան այցելեն։ Այդ նույն զարմանքով գալիս ու ուսումնասիրում են ուտելիքի պատրաստման գործընթացը։ Միջին վիճակագրական մի վիետնամցի կյանքում չի հասկանա, թե ինչու է այդչափ ապշեցնող այն փաստը, որ մենք ուտում ենք առնետ ու ինչու է այդ երևույթը տհաճություն առաջացնում մարդկանց մոտ։ Գիտեմ նաև, որ հաստատ այս մոլորակի վրա մենակ չենք մենք, որ ուտում ենք առնետի միս, բայց թե էլ որ երկրում կհանդիպես նման երևույթ եւ արդյոք այդ ուտեստը տարածված է այլ վայրերում եւս, ասել չեմ կարող։ Մենք հիմա մի լավ կլվանանք, որ հանկարծ ու հանկարծ ոչ մի կեղտոտ հատված չլինի, իսկ հետո կանցնենք պատրաստման բուն գործընթացին։ Շատ համեղ բան ենք ստանալու։ Վայ շուտողին, իսկապես հրաշալի առնետ եմ ընտրել քեզ համար։ Այնպես ախորժակով եք ամեն բան ներկայացնում, բայց միևնույն է մեր հեռուստադիտողներից որևէ մեկը վստահ եմ այս կերակուրը երբևէ չէր փորձի։ Չեմ հասկանում ոչ քեզ, ոչ քո հեռուստադիտողներին, բայց դե ինչ արած, որ ասում ես կհավատամ։ Վերջնական տեսքը մինչ պատրաստելը առնետի եւ նույն process-ը հարկավոր է անցնել մի քանի անգամ։ Բնական է մենք այս ամենը կես ժամ չենք նկարանի, այնպես որ ձեզ հետ կհանդիպենք մի քանի վայրկյան հետո։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք պատրաստել առնետներին եւ ինչ ենք անում հիմա։ Հիմա մեզ մնում է գործի անցնել ու սկսել այն տապակել։ Արդեն անցնենք մասնատման փուլին։ Առնետներին կարող ենք եւ այսպես ամբողջությամբ տապակել, որովհետեւ դե դրանք այդքան էլ մեծ կենդանիներ չեն ու հաստատ կարելի է մի առնետը մի չափաբաժին համարել։ Տապակայի վրա էլ բնականաբար հաստատ տեղ կգտնվի դրա համար, բայց մենք նախընտրում ենք այն մի քանի կտորի բաժանել, որովհետեւ այդպես ավելի արագ է տապակվում։ Ասեք այս առնետներին հիմնական ինչ-որ հատուկ վայրում եք բռնում, թե հենց այստեղ ձեր իսկ այգում։ Չէ, մենք օգտվում ենք առնետների ֆերմաների ծառայություններից։ Ինչպես քեզ մի փոքր առաջ ասացի, մենք չենք բռնում դրանց որտեղից պատահի, քանի որ դա կազդի ռեստորանի հեղինակության վրա։ Բայց ցանկացած հասարակ մարդ կարող է բռնել ու ինքը մշակել առնետին։ Հիմա շարունակում ենք կտրատել ու մասերի բաժանել։ Որքան փոքր լինեն կտորներն, այնքան ավելի համեղ ու խրթխրթան դրանք կստացվեն։ Այսպես կտրատում ենք առնետի միսը։ Նույնիսկ չեմ հավատում, որ այդ ամենը ասում եմ, կտրատում ենք առնետի միսը։ Հա, իհարկե հասկանում եմ, որ սովոր չես։ Ահա։ Բայց մի քանի օր մեզ հետ անցկացնես, կդառնա սովորական երևույթ։ Ծիծաղեք, իհարկե կծիծաղեք, իսկ ես հիմա չեմ կարող բացատրել ինչ եմ զգում այս պահին։ Ծիծաղս գալիս է քո ապրումներից, կներես։ Եվ ինչ ունենք այս կողմում, սխտոր։ Այո, սխտոր, քացախ, աղ, դրանք խառնելու ենք իրար։ Որքան շատ լինեն թանձրուկի բաղադրիչներն, այնքան հյութեղ ու համեղ կլինի մեր կերակուրը։ Բավական է շատ եք ավելացնում։
Եվ իհարկե ավելացնենք նաև Royal Armenia-ի սև փորակյալ պղպեղը, հատիկավոր պղպեղը, որը մենք այս պահին աղում ենք հատուկ սարքի միջոցով, ահա, Պղպեղով առաջին անգամ եմ փորձում ի դեպ, բայց այնքան լավ բույր ունի, որ արդեն զգում եմ, թե ինչ համեղ է ստացվելու։ Ահա թանձրուկի բաղադրիչները խառնեցինք, հիմա պետք է մսի կտորները դրա մեջ մի լավ թաթախենք։ Հիմա մի լավ խառնենք այնպես, որ ոչ մի մսի կտոր առանց թանձրուկ չմնա։ Տես, սխտորները պետք է այսպես պատեն ամբողջ միսը, այդպես շատ համեղ է ստացվում։ Մի քիչ էլ խառնեմ ու վերջ։ Շատ համեղ է ստացվելու, այնքան մատղաշ առնետ է, դրա միսն ուղակի հալչելու է բերանումդ։ Լավն է։ Ես կհավատամ քեզ, սիրելի հեռուստադիտողներ, ահա եւ Առնետի միսը համվենված, իհարկե այն ամենով, ինչ քիչ առաջ տեսակ։ Ինչ ենք անում հետո, տապակում ենք։ Նախապատրաստական ամեն բան արված է, գնանք արդեն խոհանոց, մեզ մնաց միայն վերջին փուլը, տապակելու ենք։ Շատ լավ, դե տեղափոխվենք խոհանոց եւ հենց հիմա դուք կտեսնեք ինչպես են այն այստեղ տապակում։ Գնացինք։ Ինչեր ասես, որ չեմ տեսել իմ ճամփորդությունների ընթացքում։ Ինչ անհասկանալի ու տհաճ ուտելիքներ ասես, որ չեմ համտեսել։ Բայց սա անգամ ինձ համար է զարհուրելի։ Մինչև հիմա չեմ հավատում, որ համաձայնել եմ մասնակցել այս ճաշկերույթին, որի գլխավոր բաղադրիչը Առնետն է։ Նողկալի երևույթ է, բայց դե սիրելի հեռուստադիտողներ, այս ամենը ձեզ համար է։ Ինչևէ, որքան էլ տեղին չէ համեմատությունս, բայց նրանք Առնետը տապակում են այն նույն ոգևորվածությամբ, որով մենք կտապակենք տավարի մսի լավագույն կտորները։ Նույն կերպ ապխտում են ու համեմում սխտորի ու քացախի մեջ, հետո մեծ քանակությամբ բուսայուղի մեջ լավ տժտժացնում։ Միայն տեսեք խոհարարի դեմքը։ Նայում եմ ու հասկանում, որ այս ամենը անտանելի է միայն ինձ ու իմ նկարանող խմբի համար։ Բարեբախտաբար ձեր դեմքի արտահայտությունները հիմա չեմ տեսնում։ Այո, սա զզվելի է մեզ համար, բայց տեղացիների համար հիանալի ու նրբաճաշակ մի երևույթ։ Այսպիսին է մեր մոլորակը։ Ամեն բան խիստ հարաբերական։ Այն, ինչ մի վայրում զզվանք է առաջացնում, մյուսում ախորժակ է գրգռում։ Մի մոռացեք, սա աշխարհի համերով ծրագիրն է։ Իսկ դա նշանակում է, որ ես պետք է բացահայտեմ աշխարհի բոլոր հնարավոր համերը։ Ահա ցնցող ուտեստը պատրաստ է։ Խոհարարը զարդարում է այն թարմ կանաչեղենով ու բերելու է ինձ մոտ, որ համտեսեմ։ Տեսնենք արդյոք կկարողանամ ինքս ինձ համոզել, թե ոչ։ Պատրաստ է, հա, վերջապես։ Ահա։ Ահա եւ վերջ, պատրաստ է։ Միայն տես թե ինչ գեղեցիկ ու համեղ տեսք ունի։ Ահա այսպեսի տեսք ունի, սիրելի հեռուստադիտողներ, արդեն տապակած Առնետը։ Գիտես, սա այն դեպքերից է, եզակի, երբ ես անկեղծ չեմ կարող այն համտեսել։ Կարող եք ինձ նույնիսկ աշխատանքից ազատել։ Միևնույն է, ես սա չեմ փորձելու։ Դուք ցանկանում ես փորձել։ Բայց ոչ չես ուտելու, զարմանում եմ քեզ վրա։ Մի հատ զգա թե ինչ բույր է։ Նորմալ է։ Ես ոչ, դու։ Դե լավ էլի Վարդան։ Հա, ես կուտեմ, բա ոնց։ Ահա։ Անկրկնելի է։ Համեղ է։ Իսկ ասես այս միսը հիմնական ուղղակի էսպես են ուտում, թե օրինակ բրնձի հետ միասին։ Ինչով ուզում ես կարող ես ուտել, այն մատուցում ենք տարբեր խավարդներով։ Դե իհարկե մեզ մոտ ամենաշատը բրինձ ես հանդիպում, այնպես որ բրնձի հետ հիանալի է։ Ահա, շատ լավ։ Դե այս միսը արդեն թողնենք այս կողմում, սա դու կարող ես համտեսել, երբ ես արդեն հեռանամ, իսկ ես ուզում եմ քեզ որպես վերջաբան նվիրել լավագույն գինին Արմենիան, Արմենիա կարմիր անապակ գինին, որը այսօր դու կարող ես վայելել երեկոյան ու հիշել մեր հանդիպման մասին։ Սա սիրով քեզ։
Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին էր այսօրվա խոհանոցային հատվածը։ Աշխարհի ամերով ծրագիրը այսօր հենց այսպիսին էր։ Հաճելի էր, թե ոչ, դա որևէ նշանակություն չունի։ Կարևորը հետաքրքիր էր ու այն ամեն ինչ պատրաստեցինք, տեսնում էի առաջին անգամ։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք ձեզ հետ անպայման հանդիպելու ենք ուղիղ 1 շաբաթ անց Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին իմ YouTube-յան, TikTok-յան, Instagram-յան եւ Facebook-յան էջերում։ Առայժմ Հաջորդ ծրագրում ինձ սպասում է աննկարագրելի գեղեցիկ մի վայր։ Հրաշքը սկսվում է։ Միայն տեսեք ինչ դրախտային վայրում եմ հայտնվել։ Մենք այցելում ենք Լաոսի անձեռակերտ հրաշքը՝ Կուանգ Սի ջրվեժը։ Աշխարհի համերով ծրագրի շրջանակներում ես պետք է նաև զարմացնեմ։ Այսօր պատրաստելու ենք այս ворթերին։ Այնպես որ օրվա ավարտին պատրաստելու ենք կերակուր չաղլիկ ворթերով։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։